Բարի օր։ Ես հիմա որոշել եմ միացած նոր ֆորմատ իմ ալիքի համար ընտրեմ, ասինքն կարճ, քանի որ ասելիքս այնքան շատ է, կարճ որոշել եմ հոլովակներ ձայնագրեմ, գցեմ YouTube ու ամեն մի հոլովակը ինչ-որ մի կոնկրետ միտք։ Հիմա այդ իբր գալիք իբր ընտրությունների մասին, բայց էլի չեմ կարող զսպել ինձ, որ չասեմ, սենց մի հատ էլի դեպք հիշեցի մանձնագրի հետ կապված։ Ուրեմն եղել է զանգարել եմ հյուպատոսին ինչ-որ երկրի, ներկայացել եմ Արմեն Ղազարյան սենց անձնագրի հարցը, ահա, խնդրեմ, ասել եմ վաղը զանգահարեք եւ մենք արդեն կասենք ինչպես կարճացած իրենք հարցը լուծելու են, որ անձնագիրը տրամադրել են, բայց զանգարում եմ մյուս օրը, ուրեմն ինքը գնում է զեկուցումը, հենց իմանում են ես եմ վերջ, կարկածում են ես քու նենք, Նիկոլ ես քու, ֆաքեմ ես քու, զանգարում են էլ թե ամոթուս, թե ինչից այդ էլ այդ հյուպատոսը հետս ընդհանրապես չի խոսում, հասկացա՞ք։ Նանա քնիկու։ Ընկել են բանը, կուսակցություն, ինչ կուս, ոնց էր, մեր ձևով, արա ինչ ձևով, մի հատ կուվարդա չկար, տվեք սատկացել եք, այդ բոզի տղուն, էդի լրիվ արդեն անցել է բլասֆեմի բոզի տղա, դա ոչ թե վարչապետի աթոռին նստելու, շնչելու, իրավունք չունի, այլևս, ոչ մի վարկյան, գոյատևելու, շնչելու իրավունք չունի, սատկի Նիկոլ, բայց էլի իրանց այդ սատանայական սցենարը ուզում են իրականացնեն։ Կրկնում եմ ես չգիտեմ որերորդ անգամ։ Այդ ընտրությունների մասնակցելը, պատրաստելը դա արդեն պարտություն է։ Դուք ընդունում եք այդ սատանու խաղի կանոնները, հասկանում եք։ Կարևոր չի ինչ կուսակցություն, ինչպես կքվեարկեն կամ չեն քվեարկի։ Իրանց պետքա կարծին կան, հասկանում եք։ Ահա, այսքան հայվաններ հեսա տեսեք, եկել են ընտրատեղամասներ։ Վերջ։ Կարևոր չի ոնց են քվեարկի, ինչ են արել։ Կայացած արդեն, հասկացաք։ Ոնց որ Մոլդովայում, ես որ քանի 2 տարի տալուց ավել էր առաջ Մոլդովայում էի, ուրեմն մի հոգու ես չհանդիպեցի, ոչ մի մոլդովացու, այդքան լիքը ծանոթներ ունեի, այդ չասած մյուս ազգությունները, որոնք այդտեղ են, բնիկ Մոլդովա, որը չանպատվել այդ սանդուին, հասկանում եք, բոլորը առաջի հերթին այս մոլդովացիները անպատվում էին այդ սանդուին, բայց ոնց եղավ, որ 50% հավաքեց, մեծամասնության համար իր պահանջվում էր 51% էլի այդպես։ Այսքան էլ գրեցի։ Միջև այդ տերորի ենթարկեց ընդդիմությանը եւ այլն։ Ոչ մի նման բան չի եղել։ Ոչ ոք չի ընտրել այդ սանդուին, բայց տեսեք ինչ արեց։ Բոլոր այդ ընդդիմության ով սանդուի դեմ էր, անունները կպցրեց, յառնիկները կպցրեց, իբր պրոռուսական էլ այդպես չի։ Բանտարկեց, տերորի ենթարկեց, զորբայությամբ գրեց 51%-ը նույն բանը բոզի տղա Նիկոլնա պատրաստվում անել։ Ուստի մասնակցել, ոչ պատրաստել հիմիկվանից պետք է բայկոտել այդ սուտ ընտրությունները։ Որպեսզի այլ ձևեր հիմա մանգակ, փնտրեք, ես գիտեմ, ես գտել եմ, որպեսզի ղախպի ծնունդից ազատենք Հայաստանը, արունները քաշեց այդ վամպիր բոզի տղեն, դժողքում անհամբեր սպասում են, Փարչինյան սատանուն։ Հիմա տեսեք, ով է պատիգրվը տանում Նիկոլին, զայնակցում, սուտ անդիմադիրի կաշին հակած, նույն ղախպա Նիկոլի վերարտադրման պրոցեսում, գալիք իբր ընտրությունների մասնակցության կոչերով։ Էլի նույն ղախպեքը, Ռոբիկ, Սերժիկ եւ դրանց ղախպա կուսակցություններ, կոչվածները, էլի նույն սատանու սցենարը ուզում է իրականացնի։ Ինչպես կրկեսում, գազաններին բաց են թողում, Քոչարյանին, Սերժիկին բաց է թողնում, արդեն ակտիվացել է, չէ՞, այդ սատանա Քոչարյանը, Ռոբիկ եւ Սերժիկը, որոնցից դուք պետք է սպասեք մինչև մյուս տարվա ընտրությունները, որոնցից Նիկոլը ձեզ փրկելու է, այդ բոզի տղա փրկելու ես հիմա փրկի, բանտարկի դրանց, բոզի տղա Նիկոլ, բանտարկի Քոչարյանիդ ու Սերժիկիդ, այդքան դատախազությունը գործերա վրեկները հալուց է, բոզի տղա, բան չի հիմա չես փրկում, դուք չպետք է այս խաղին մասնակցեք, ոչ էլ ընդունեք այս խաղի կանոնները, դե եկեք խաղանք, խաղ, ես առաջարկում եմ ձեզ խաղ խաղալ, տերն ու ծառա, տերը ես եմ, դու եք ծառան, համաձայն ես, եկեք խաղանք։